բայց այսօրվանը մի փոքր արտահոսի մի փոքր տարբեր է, որ նման դասերից։ Ուրեմն ինչ ենք անում, առաջերտին հեռախոսի մեջ անցկացնում ենք գրատախտակին գրված կոդը։ Կոդը անցկացնում ենք, որպեսզի բոլորս միանանք իմ ցանցին։ Հարցերը ստանանք եւ պատասխանենք։ Ուշադիր կլինենք։ Մեր դասի թեման է այսօր Վահան Տերյանի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Ուշադիր կլինեք։ Հարցերի մի հատվածը 4 տարբերակ է տալիս, 4-ից ընտրելու եք մեկը։ Հարցերի մյուս տարբերակը այնպես է դասավորված, որ 2 հարցից պատասխանելու եք ճիշտ է կամ սխալ է։ Լավ, դե սկսում ենք ուշադիր։ Վահան Տերյանի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Տերյանը իր գրական անունը ստեղծել է մոր անունից, հոր անունից, տերմասնիկից, ընկերների առաջարկով։ Ճիշտ պատասխանն է տերմասնիկից։ Ուշադիր։ Վահան Տերյանի իրական ազգանունն է։ Տեր Պետրոսյան, Տեր Գրիգորյան, Տերյան, Գրիգորյան։ Ճիշտ պատասխանն է Տեր Գրիգորյան։ Ապրեք, բայց ավելի շատ պետք է լինեին ճիշտ պատասխանները։ Վահան Տերյանը ծնվել է 1890 թվականին, 1880 թվականին, 1885 թվականին, 1875 թվականին։ Ապրեք, ճիշտ պատասխանները շատ են։ Այս անգամ Նարինեն և Վիկտորիան են առաջինը։ Ապրեք։ Տերյանի ծննդավայրը Երևան, Գյումրի, Գանձակյուղ, Վան։ Պատասխանեցինք Գանձակյուղ, ապրեք։ Նարինե Վիկտորիա նորից, ապրեք։ Վահան Տերյանի հայրը բժիշկ էր, ուսուցիչ էր, քահանա էր, նկարիչ էր։ Քահանա էր, ապրեք, ապրեք։ Տերյանը շարունակել է ուսումը Փարիզի համալսարանում, Մոսկվայի համալսարանում, Բերլինի համալսարանում, Լոնդոնի համալսարանում։ Մոսկվայի համալսարանում, լավ։ Որ հաստատությունն էր Տերյանի կրթության մեջ առանցքային արևելյան լեզուների ուսումնասիրության տեսանկյունից։ Թիֆլիսի գիմնազիան, Մոսկվայի համալսարանը, Լազարյան ջեմարանը, Պետերբուրգի համալսարանը։ Աշխատեք ինքնուրույն մտածել, այստեղ շատ եք սխալվել, չազարմանալի Լազարյան ջեմարանը։ Տերյանի Թուրքահայաստանի մասին դեկրետը վերաբերում էր կրթությանը, մշակույթին, ազգային հարցերին, տնտեսությանը։ Ճիշտ պատասխանն է ազգային հարցերին։ Բրեստ-Լիտովսկի բանակցություններին Տերյանի մասնակցությունը ցույց էր տալիս նրա գրական հեղինակությունը, դիվանագիտական և քաղաքական դերը, գիտական գործունեությունը, մանկավարժական աշխատանքը։ Այստեղ ճիշտ պատասխանն է դիվանագիտական և քաղաքական դերը։ Այո։ Տերյանի քաղաքական գործունեությունը առավել ակտիվացավ ուսանողական տարիներին 1905-ից հետո 1900
17-ի հեղաշրջումից հետո կյանքի վերջում։ Ճիշտ պատասխանն է 17-ի հեղաշրջումից հետո։ Պանթեոն հրատարակչության ստեղծման նպատակը կրթական ծրագրերի իրականացում, գրքերի հրատարակում, քաղաքական գործունեություն, թատրոնի զարգացում։ Ճիշտ պատասխանն է գրքերի հրատարակում։ 1897 թվականի Տերյանը տեղափոխվում է Մոսկվա, Երևան, Թիֆլիս, Պետերբուրգ։ Ճիշտ պատասխանն է Թիֆլիս։ Տերյանի հրապարակախոսական հոդվածներից է Հայաստանի պատմություն, հոգևոր Հայաստան, մեր լեզուն, ազգ և մշակույթ։ Ճիշտ պատասխանն է հոգևոր Հայաստան։ Տերյանը ստեղծել է Պանթեոն հրատարակչությունը 1905 թվականի, 1912 թվականի, 18 թվականի և 20 թվականի։ Ճիշտ պատասխանն է 1912 թվականի։ Տերյանը աշխատել է Կրթության նախարարությունում, Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում, Գրողների միությունում, համալսարանում որպես դասախոս։ 1913-ից 1917 թվականին Տերյանը ապրել է Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում և Թիֆլիսում։ Ճիշտ պատասխանն է Պետերբուրգում։ 1917 թվականին հեղաշրջումից հետո Տերյանը բանտարկվեց, զբաղվեց միայն գրականությամբ, ակտիվացավ քաղաքական գործունեությունում, արտագաղթեց։ Ճիշտ է, ակտիվացավ քաղաքական գործունեությունում։ Վահան Տերյանը հեղինակել է Հայաստանի պատմությունը, Թուրքահայաստանի մասին դեկրետը, հայոց լեզվի քերականություն, արևելյան լեզուներ դասագիրքը։ Թուրքահայաստանի մասին դեկրետը ցել է 1918 թվական, 1919 թվական, 1920 թվական, 1922 թվական, 1920 թվական։ Տերյանի մահվան հիմնական պատճառը սրտի հիվանդություն, հոգավ, վարակիչ հիվանդություն, վնասվածք։ Այո, հոգավ։ Տերյանի մահվան վայրը Երևան, Մոսկվա, Օրենբուրգ, Թիֆլիս։ Ճիշտ պատասխանն է Օրենբուրգ։ Տերյանի աճյունը հետագայում տեղափոխվել է Գյումրի, Վան, Երևան, Մոսկվա։ Երևան։ Տերյանը Մոսկվայի համալսարանում սովորել է պատմաբանասիրական բաժնում։ Այդ մարդը պատասխանելու եք, ճիշտ է, սխալ է։ Ճիշտ է։ Տերյանը 1912 թվականին ստեղծել է Պանթեոն հրատարակչությունը։ Տեսնենք ճիշտ է, թե ճիշտ չէ։ Իհարկե ճիշտ է։ Պետերբուրգում Տերյանը սովորում է բժշկական բաժնում։ Այո, սխալ է։ Սխալ է։ Տերյանը աշխատել է Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում։
Ճիշտ պատասխանն է ճիշտ է։ Հայաստանի մասին դեկրետը կապված էր կրթական բարեփոխումների հետ։ Սխալ է։ Վահան Տերյանի կյանքը և ստեղծագործական ընդհանուր բնութագիրը։ Այն մեր այս հարցաշարին ճիշտ պատասխանեցին։ Առաջին տեղում են Նարինեն և Վիկտորիան, մեր երկրորդ պատվանդանին է Սիլվիան Հարությունյան և երրորդում Սուչյան Հաժակ։ Ապրեք երեխեքյան, շատ լավ ակտիվ մասնակցում էիք, ինձ թվում է հեշտ հարցեր էին, պարտարիցեր չէին, ապրեք, գոհ եմ։